Սա ուղղակի 9 միլիարդ Հայաստանը պիտի գնի Միացյալ Նահանգների կորպորացիաներից, խոսքը ձեր ասած արդեն այդ մոդուլային ատոմակայանի մասին է։ Աշխարհում ոչ միտեղ չկա նման ատոմակայան կառուցված։ Այսինքն մենք դրա էֆեկտիվությունը չգիտենք էլ։ Օգտագործված վարելիքի հետ ինչ ենք անելու։ Միացյալ Նահանգները բնականաբար հետ չի տանելու։ Ադրբեջանը իրենց պետք է տարածաշրջանում Հարավային Կովկասում այնպիսի վիճակ ստեղծելու համար, որ անհարմարություններ պատճառի Իրանին եւ Ռուսաստանի Դաշնությանը։ Բա այդ Եվրոպական միության անդամակցելու հարցն ինչ եղավ, այդ օրենք էին ընդունում։ Մենք ինչ գործ ունենք կրոնական ազատությունների ալյանսում ույգուրների իրավունքների պաշտպան։ Մենք բան ու գործ չունենք ույգուրների իրավունքներով ենք հետաքրքրված։ Մենք ունենք արդյոք եւս մեկ իրավունք պետականությունը առհասարակ դնել հարվածի տակ, հանուն ինչ որ աշխարհաքաղաքական շահերի կամ կենացների։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։ Բարև ձեզ, պարոն Բալասանյան։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բալասանյան, Հայաստանում աննախադեպ այց գրանցվեց, ԱՄՆ փոխնախագահ Վենսը եկավ, եւ ինչ ստացանք մենք այս այցից, այսպես ասած, հենց Հայաստանի համար։ Առաջինը հայոց ցեղասպանության փաստի անտեսումը։ Գնացի Ծեռնակաբերդ կնոջ հետ, գրեց դրա մասին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ, հետո ջնջեց, հետո խոսեց դրա մասին առանց հայոց ցեղասպանություն բառը օգտագործելու։ Չմտավ Թանգարան ինստիտուտ։ Չմտավ նաև եւ ոչ մի պաշտոնյա նրան չուղեկցեց։ Սրանք իհարկե տարբեր հարցերի բլոկներ են, կանդրադառնանք։ Երկրորդը 9 միլիարդ դոլարի վճարում, որը ներկայացվեց իբրև ներդրում, բայց փաստորեն դա մենք պետք է վճարենք։ Եվ երրորդը մոդուլային ատոմակայանի փորձադաշտ մենք դարձանք, այդ պատվին արժանացանք, Ամերիկան առաջին անգամ պետք է այդ փորձադաշտը հենց Հայաստանում անի։ Բայց շատ հետաքրքիր է նաև միջազգային տեսանկյունից այս այցը նայելը, կարող ենք ասել, որ Հայաստանը դարձավ ԱՄՆ-ԵՄ հակամարտության դաշտ եւ նաև հաստատվեց, որ Հայաստանը գործիք է Իրանի դեմ։ Նախ բարև ձեզ, նախ շնորհակալություն հրավերի համար։ Այն հարցերը, որ դուք բարձրացրեցիք, ըստ էության շարքն են այն բոլոր հարցերի, որոնք առաջացան Վենսի Հայաստան գալու կապակցությամբ, քանզի ես կարծում եմ, որ Վենսը Հայաստան գալով ոչ թե հարցերի պատասխանեց, այլ շատ ավելի հարցեր առաջացրեց իր եւ հայտարարություններով եւ կեցվածքով եւ իր օրակարգով։ Նախ սկսենք հայոց ցեղասպանության հուշահամալիր Ծիծեռնակաբերդ նրա այցից։ Նա ինչ ասեց այցի ժամանակ, օդանավակայանում Հայաստանից մեկնելիս, որ ինձ խնդրել էին, որ ես այցելեմ, ինձ ասել էին, որ դա հայերի համար շատ կարևոր տեղ է։ Կներեք, սկզբում ասեց Ադրբեջանում այցելելու ենք, այստեղ էլ հայերը ասեցին, որ սա իրենց համար կարևոր է։ Նախ ես կարծում եմ Վենսը ստում է։ Վենսը այնպես չի, որ այստեղ է իմացել հայոց ցեղասպանության մասին։ Վենսը երկար տարիներ պետական կառավարման համակարգում է աշխատում Միացյալ Նահանգների եւ ինչպես չլիներ ինքը աշխատանքի բերումով կառանչվեր բոլոր այն հիմնականում դեմոկրատ կոնգրեսմենների հետ, ովքեր լոբինգ են անում հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված։ Վենսը վստահ եմ լսել էր Բայդենի հայտարարությունը հայոց ցեղասպանություն ճանաչելու մասին։ Եվ հիմա այստեղ ձևացնել, թե ինքը այդպես չգիտեր, ուղղակի իրեն խնդրել են, ասել են, որ դա հայերի համար կարևոր վայր է, սա առնվազն անհարգանք էր հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ անհարգանք էր Հայաստանի եւ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Հիմա Հայաստան եսի նկատի ունեմ պետության, մի կողմ դնենք իշխանություն, այսպես որոշումներ կայացնողներ, եսի նկատի ունեմ պետության։ Վարկի համար սա մեծ վնաս էր եւ մեծ հարված։ Բացի այդ, երբ որ Վենսը ասում է, որ 9 միլիարդ դոլար են ներդնելու, ամենայն դեպս թարգմանիչն է այդպես թարգմանում։ Բայց բնօրինակով, երբ որ լսում ես, ակնհայտ է ինչ է ասում, ասում է 5 միլիարդ դոլար արտահանելու ենք, հետո 4 միլիարդ էլ ենք արտահանելու։ Ապրանքն են արտահանում, ծառայությունն են արտահանում, իսկ գումարները ներդնում են։ Հետևաբար սա ուղղակի 9 միլիարդ Հայաստանը պիտի գնի Միացյալ Նահանգների կորպորացիաներից, խոսքը ձեր ասած արդեն այդ մոդուլային ատոմակայանի մասին է։ Բայց երեք ես տեսում էի նաև Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքը, որ Հայաստանի ատոմակայանը կարելի է մինչև 2046 թվականը նրա գործունեության ժամկետը երկարաձգել, մինչև այս ատոմակայանը չփակվի, նոր ատոմակայան այստեղ չի կառուցվելու։ Եվ ես դեռ հույս ունեմ, որ այդ ատոմակայանի մասին խոսակցություններ ուղղակի խոսակցություններ նախընտրական այս շրջանում, որ Հայաստանը կգա ամերիկյան ատոմակայան կկառուցի եւ այլն։ Քանզի այդ ծրագիրը մոդուլային ատոմակայանների սկսած իր նախագծից վերջացրած դրա սպասարկումով ամբողջությամբ հարցերի շարան է։
Աշխարհում ոչ միտեղ չկա նման ատոմակայան կառուցված։ Այսինքն մենք դրա էֆեկտիվությունը չգիտենք էլ։ 70-ականներին Միացյալ Նահանգներում մեկ ատոմական այդպես կառուցվեց մոդուլային, բայց նրա աշխատած վառելիքի ծախսը եւ արտադրած էլեկտրաէներգիան այնքան թանկ էր, որ այդ մոդուլային ծրագրից Միացյալ Նահանգները հրաժարվեց։ Իրենք իրենց մոտ չունեն այդ ատոմականները։ Միայն Չինաստանը եւ Ռուսաստանը, չէ՞, ինչ որ օրինակներ ունեն։ Ռուսաստանը եւ Չինաստանը ունեն իրենց տարբերակը, բայց ոչ ամերիկյան, որոնք Ֆրանսիան էլ ունի մոդուլային ատոմակ, բայց նրանք էլ են ամբողջությամբ այլ։ Այնտեղ կարծեմ ամեն քաղաքի համար մի հատ փոքր այդպես ատոմականը դրած եւ հոսանք են ապահովում։ Բայց Միացյալ Նահանգների առաջարկած տարբերակը ամբողջությամբ այլ ծրագիր եւ այլ տեխնոլոգիաներ են։ Եւ ամենից կարեւոր հարցը օգտագործված վառելիքի հետ ինչ ենք անելու։ Միացյալ Նահանգները բնականաբար հետ չի տանելու։ Նա չի ստանձնել այդ ատոմականի կառավարումը, ինչպես օրինակ Ռոսատոմն է, եւ այդ պայմանագրի շրջանակներում օգտագործած վառելիքը իրենք հետ են տանում, թարմացնում են, նորն են, ներբերում։ Միացյալ Նահանգներն ասել են մենք ձեզ վաճառել ենք, հետո դա արդեն ձեր խնդիրն է այդ վառելիքի հետ ինչ կլինի։ Այսինքն Արարատյան դաշտը դառնալու է գերեզմանոց այդ թունավոր նյութերի համար։ Իսկ որտեղ պիտի թաղենք։ Սարերում չեն կարող դա թաղել։ Դի թաղենք ուղիղ տեղ, որպեսզի կարողանան դրա սպասարկումն հետո իրականացնել։ Որտեղ Արարատյան դաշտում։ Երբ որ մենք խոսում ենք ամերիկյան ներդրումների մասին, Վենսի հայտարարությունից երևում է, որ Ամերիկան այստեղ ոչ մի գումար ծախսելու առհասարակ ցանկություն չունի։ Տեսեք, թրիպի հետ կապված Վենսին չի ասում։ Ասում է մենք հույս ունենք, որ տարածաշրջանի պետությունները գումար կներդնեն։ Իսկ ներողություն, որ պետությունները պիտի գումար ներդնեն։ Հաստատ ոչ Իրանը, Ռուսաստանը։ Էլով մնաց։ Թուրքիա եւ Ադրբեջան։ Թուրքիա եւ Ադրբեջան եւ Տրամպի այն հայտարարությունը, որ երրորդ երկրների համար սա բաց է եւ այլն, հենց դրա մասին էր վկայում։ Իսկ հայ-ամերիկյան պայմանագրով կոնսորցիումի Հայաստանը ստանում է ընդամենը 26%, 74%-ը պատկանում է ամերիկացիներին կամ ամերիկյան իրավունք է դա, որը ամերիկացիները կարող են եւ պետք է փոխանցեն այն պետությանը, որը որ ներդրում է անում։ Փաշինյան ասում է 50 տարի հետո կավելանա տոկոսը, ոչինչ։ Նախ 50 տարի հետո 50% էլ չի դառնալու, դառնալու է 49%, այսինքն Հայաստանը այդպես էլ հսկիչ փաթեթ չի ունենալու։ Գիտեք, սա լուրջ չի, լուրջ վերաբերմունք չի պետության նկատմամբ եւ այդ ծրագրի նկատմամբ։ Սա ծրագիրը, որ պետք է Միացյալ Նահանգներին հայրենական սահմանը իր հսկողության տակ վերցնելու համար, ուրիշ ոչինչ։ Բայց դա իհարկե պիտի փաթեթավորվի, այսպես հետաքրքրություն ներկայացնող եւ ինտրիգ մտցնող բառերով։ Եվ նաեւ իհարկե հայ-ամերիկյան փայլուն օրինակ է ռազմատեխնիկական համագործակցության այդ 11 միլիոն դոլարի շրջանակներում այդ անօթաչու թռչող սարքերը ձեռք բերել, որ արդեն երեք մեր մասնագետները նշում են, որ մենք այդ տեխնոլոգիաները կիրառում ենք դեռ 10 տարի առաջ։ Դրա համար եմ ասում, Վենսը իր այցով ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց այդ հարցերի պատասխանները։ Հարցերի պատասխաններ տվեց Ադրբեջան այցելելուց, շատ հետաքրքիր բնութագրումներ տվեց։ Մինչ գնալը ասեց մենք փաստում ենք, ես ասում էի թռիչք կատարելուց հետո, որ Ալիևը միակ համաշխարհային առաջնորդն է Թրամփից հետո, որ իսկապես լավ հարաբերություններ ունի Իսրայելի եւ Թուրքերի հետ։ Այսինքն սա արդեն իսկ խոստովանություն է, չէ, որ իրենք ընդունում են Ալիևին որպես համաշխարհային առաջնորդ, բայց այստեղ Հայաստանին ինչ որ խոստումներ են տալիս, որոնք իսկապես խոստում էլ չեն։ Ինչ որ հիմք չունեն դրանք, չէ։ Ոչ միայն Հայաստանին խոստումներ չեն տալիս, այլև Հայաստանին գցում են պարտքի տակ 9 միլիարդ։ Այստեղ սա ուղղակի բիզնես պրոյեկտ է իրենց համար, ոչ ավելին։ Հայաստանը իրենց համար բիզնեսից առավել ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, բայց բիզնեսը այնպես չի, որ իրենք գումար են բերելու այստեղ ներդնեն, ոչ։ Իրենք Հայաստանը դիտարկում են իբրև վայր, որտեղից կարելի է գումարներ տանել։ Եվ Տրամպի քաղաքականությունը, այդ մեծ ճանապարհի ավազակի քաղաքականությունը, որն ավանում է, աշխարհը թալանել եւ տանել լցնել ամերիկյան բյուջե։ Եթե նախկին նախագահները դա անում էին, չգիտեմ, դեմոկրատական բարեփոխումների անվան տակ, եթե դա անում էին ազգերի ինքնորոշման սկզբունքների, ազգերի իրավունքների եւ այլնի անվան տակ էին թալանում տանում, Տրամպը դա անում է բացահայտ։ Ադրբեջանն իրենց պետք է Իրանի դեմ պատերազմում։ Ադրբեջանն իրենց պետք է վառելիքաէներգետիկ ռեսուրսներով Եվրոպական միությանն ապահովելու համար, որպեսզի վերջինս կտրվի ռուսական վառելիքի եւ էներգակիրներից։ Ադրբեջանը իրենց պետք է տարածաշրջանում Հարավային Կովկասում այնպիսի վիճակ ստեղծելու համար, որ անհարմարություններ պատճառի Իրանին եւ Ռուսաստանի Դաշնությանը։ Դրա համար է Ադրբեջանն իրենց պետք։ Եվ Ադրբեջանը պետք լինելու հանգամանքը ես դեռ ասում եի 2020 թվականին, երբ ողջ աշխարհը աչք էր փակում, թե ինչպես էր Արցախը հայաթափվում եւ կոտորվում։ Ես այն ժամանակ էլ ասեցի, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից ահաբեկիչներ բերելը եւ դրա վրա աչք փակելը ունի գին, եւ այդ գինը լինելու է Իրանը։
Այսինքն Ադրբեջանը ուզի թե չուզի մտնելու է հակաիրանական այդ պատերազմի մեջ։ Եվ Տրամփի հայտարարությունը խաղաղության խորհրդում, թե իրենք Հայաստանին խաղաղություն են տալիս, Ադրբեջանին էլ տալիս են պաշտպանության համակարգեր, հենց դրա մասին է վկայում։ Այնտեղ տեղադրվելու են ամերիկյան հոբ համակարգերը, որոնք ոչ թե եւ ոչ այնքան նախատեսված են Իրանի հարձակումներից Ադրբեջանը պաշտպանելու համար, այլ նրանք նախատեսված են Իրանի տարածքից դեպի Իսրայել արձակվող հրթիռները ոչնչացնելու համար։ Դրա համար են նրանք այդտեղ տեղակայված։ Իսկ Հարավային Կովկասում նա խլեց ըստ էության նախաձեռնությունը Եվրոպական միությունից։ Մեր տարածաշրջանում առաջին անգամ ոչ թե գնում է պայքար աշխարհաքաղաքական հակառակորդների մեջ, այլ գնում է պայքար դաշնակիցների մեջ տարածաշրջանը կիսելու համար։ Եվ Թրամփի այդ քաղաքականությունը Եվրոպական միության դեմ, որ արտացոլվում է օրինակ Ուկրաինայում, Գրենլանդիայում է արտացոլվում եւ այլն, իր արտացոլումը գտավ նաեւ Հարավային Կովկասում։ Եվ հիմա այստեղ առաջանալու է հարց, բա այդ Եվրոպական միության անդամակցելու հարցն ինչ եղավ, այդ օրենք էին ընդունում, որ Եվրոպական միություն են գնում, բայց Եվրոպական միություն Միացյալ Նահանգներ հարաբերությունների լարվածության ֆոնին մեր քաղաքականությունը ո՞րն է լինելու։ Մոռանում ենք Եվրոպական միության մասին եւ ամբողջությամբ անցնում ենք ամերիկյան ուղղություն։ Թե կարծես փորձում է բոլոր ոլորտներում աշխատել, բոլոր ֆրոնտներում։ Գիտեք, բոլորի հետ աշխատել հնարավոր չի։ Այն մոլորությունը, որ կա ցավոք սրտի եւ միջազգային հարաբերությունների տեսություններում էլ դրա մասին որ գրված է փոխներացնող քաղաքականություն, չգիտեմ, բոլորի հետ լավ լինելու նման քաղաքականություն վարող երկիրը ոչ միտեղ չի գնում ուղղակի։ Հնարավոր չի բոլորի հետ ունենալ լավ հարաբերություններ եւ բոլորին դուր գալ եւ պետք էլ չի բոլորին դուր գալ։ Դու պիտի ունենաս շատ լավ հարաբերություններ քո դաշնակիցների հետ, որոնց հետ դու իրոք ունես ընդհանուր շահեր տարածաշրջանում, որոնց հետ դու ունես իրոք անվտանգային ընդհանուր խնդիրներ տարածաշրջանում։ Դու պիտի ունենաս նորմալ հարաբերություններ քո գործընկերների հետ, բայց ոչ ի հաշիվ դաշնակիցների եւ ոչ դաշնակիցների նման հարաբերություն եւ իհարկե դու պիտի հասկանալի լինես քո թշնամիների համար, նրանք պիտի իմանան, որոնք են քո կարմիր գծերը, որոնց դու երբեք չես հատի հանուն անգամ ինչ որ աշխարհաքաղաքական շահերի եւ խոստումների։ Մի բան էլ ասեմ, Հայաստանի նման փոքր երկրները ինչքան ապրեն աննկատ, այնքան զարգացման մակարդակը շատ ավելի բարձր կարող է լինել։ Մեր այսպես տեղը ինչքան քիչ աշխարհաքաղաքական կենտրոններ իմանան, մենք ինչքան քիչ խառնվենք, այսպես տարբեր, մենք ինչ գործ ունենք խաղաղության խորհրդում Գազայի հետ կապված։ Որպես համահիմնադիր։ Այո, հələ այդ 1 միլիարդի պատմությունն էլ հələ ջրի ես։ Այո, պետք է վճարել։ Մենք ինչ գործ ունենք կրոնական ազատությունների ալյանսում ույգուրների իրավունքների պաշտպան։ Մենք բան ու գործ չունենք ույգուրների իրավունքներով ենք հետաքրքրված, որ հիմա դե Չինաստանի հետ հարաբերություններ ենք վատացնում։ Մենք որտեղ ինչ խնդիր կա, փորձում ենք անպայման ներկայանալ այնտեղ եւ մեր մասին բարձր ձայնով ասել։ Բարձր ձայնով ասում են այն դեպքում, եթե դու ունենաս միջուկային զենք, եթե դու ունենաս հզոր տնտեսություն, եթե դու ունենաս հզոր պաշտպանական համակարգ եւ այդտեղ գնաս քո մասին ներկայացնես, այն էլ ոչ բոլոր տեղերում։ Մերձավոր Արևելքում կարող ես դու այնտեղ հայ համայնքներ ունես, այդ կոնտեքստով կարող ես ներկանալ, բայց մենք ինչ գործ ունենք ույգուրների հետ։ Մի կողմից ճանաչում ենք Պաղեստին պետությունը, մյուս կողմից մենք տուրք ենք տալիս Տրամփի քաղաքականությանը Գազան դարձնել Մերձավոր Արևելյան ռիվիերա։ Այդ ժողովրդին է դարձնել փախստական, ասում են ուզում եք Եգիպտոս գնացեք, ուզում եք Հորդանան գնացեք, մեր համար մեկ է։ Դուք մեզ խանգարում եք, մեզ պետք է տարածք, մեզ պետք չի Գազայի բնակչություն։ Մենք ինչ գործ ունենք այդտեղ։ Ինչքան շատ մտանք մեր կողմից չհասկացվող հարցերի մեջ, այնքան խնդիրները մեր համար ավելանալու է։ Երբ որ լուրջ դեմքով ասում ենք, մենք օրենք ենք ընդունում Եվրոպական միություն մտնելու մասին, մենք Եվրոպական միության ընդլայնման փաստաթղթերը մի անգամ վերևից ներքև կարդացել ենք։ Որ պետությունն է առնվազն վերջինը, որը կարող է մտնի Եվրոպական միություն մոտ ապագայում։ Չեռնոգորիա։ Դրանից այն կողմ ասում են դե 27 թվին Ալբանիա, 30 թվին երևի Մոլդովա, երևիով, այսպես մոտավոր մենք աշխարհաքաղաքական բևեռ ենք փոխում, չունենալով ոչ մի երաշխիք այն կողմից, անգամ հրավեր չունենք։ Վրացիները 99 թվից սկսել են իրենց եվրոպական շարժումը, վրացիների հետ ոնց վարվեցին։ Վերջին պահին այդ գործընթացը դադարեցվեց, որ Վրաստանը մեր տարածաշրջանում ամենից մոտն էր կանգնած Եվրոպական միություն անդամ։ Այո, իրենք լրիվ պատրաստ էին մտնել Եվրոպական միություն։ Մենք ուր ենք հիմա, մենք որտեղ ենք մեր տնտեսական վիճակով։ Եվ վերջապես չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես եւ որը քեզ կերակրում է։
Այսինքն չի կարելի քաղաքականություն վարել շատ լավ իմանալով, որ այդ ամեն ինչը դուր չի գալու քո դաշնակիցներին։ Եվ վերջապես քո տնտեսական անվտանգությունը, քո արտահանման ծավալները, քո տնտեսության աշխուժությունը ապահովում է այդ մի պետությունը։ Բալանսավորված քաղաքականություն պետք է լինի։ Բալանսավորված պետք է լինի, բայց ոչ մեկը մյուսի հաշվին։ Ոչ մեկը մյուսի հաշվին։ Դու Եվրոպական միության հետ խորացրու քո հարաբերությունները այնքան, այդ կարմիր գիծը, որ դու չանցնես։ Բայց տեխնոլոգիաներ բեր, գործարաններ հիմնի, համատեղ արտադրություններ հիմնի, օգտագործի Եվրոպական միություն Ռուսաստան հակասությունները, ասա բերեք իմ մոտ արտադրեք, արտադրված է Հայաստանում մակագրությամբ արտահանենք Ռուսաստանի Դաշնություն եւ ձեզ օգուտ կլինի եւ ինձ եւ Ռուսաստանին։ Բայց ոչ թե դու գնա այս մի տեղը սրա մասին խոսա, գնա նրա մոտ նրա մասին խոսա, հետո մտածում ես, որ իրենք իրար հետ պետք է բախվեն, դու էլ արանքում չի լինում նման բան։ Պատմությունն է ցույց տալիս, որ Հայաստանի դեպքում տենց պետությունները դաժանորեն են պատժվում։ Եվ մենք ունենք արդյոք եւս մեկ իրավունք պետականությունը առասարակ դնել հարվածի տակ, հանուն ինչ որ աշխարհաքաղաքական շահերի կամ կենացների, որ լավ է լինելու, այդպես քաղաքականություն չի կարելի վարել։ Թրամփը հենց ինքը խոստովանում է, հարց են տալիս, ինչպես է հակամարտությունները կարգավորել, իբրև թե կարգավորել է, տեսնում են Գազայում ինչ է կատարվում, ասում է ես միշտ կիրառել եմ այդ առևտրի սակագնի ճնշումը։ Այսինքն իջեցնել, турքերը սահմանել եւ այլն Չինաստանի դեպքում տեսանք։ Բայց սա այստեղ իհարկե ներկայացում է որպես խաղաղության օրակարգ, թրիփ եւ այլն։ Տեսեք, Տրամփը որ ասում է ես զանգեցի Հայաստանի ղեկավարին, ասացի 200% մաքսատուր կկիրառեմ, եթե դու չստորագրես։ Զանգեցի Ադրբեջանի ղեկավարին, ասի 200% մաքսատուր կկիրառեմ, եթե դու չստորագրես։ Մյուս օրը նրանք ինձ զանգարեցին, ասացին մենք պատրաստ ենք ստորագրել։ Հայ-ամերիկյան առևտրաշրջանառություն ինչքան է։ $300 միլիոն, որից 260 Ամերիկայից են ներկրում, 40 միլիոն արտանում։ Այսինքն 40 միլիոն դոլարի 200%-ը անում է $80 միլիոն, կրկնապատիկը։ 80 միլիոն դոլարի համար մենք տրվեցինք ամերիկյան շանտաժներին։ Մենք 6 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ 13 միլիարդ դոլար եղել է 2023-24 թվականին զուգահեռ արտահանումը Հայաստանից Էմիրատներ, Էմիրատներից Հայաստանով Ռուսաստան 13 միլիարդ։ Նման ցուցանիշ երբեք Հայաստանի նորագույն պատմության մեջ չի եղել։ Եվրոպական միության հետ մեր ապրանքաշրջանառությունը Հայաստանի էկոնոմիկայի նախարարը բարձր տրամադրությամբ ասում էր, որ 9.2%-ով աճել է եւ հիմա 770-780 միլիոն դոլար է կազմում։ 10 անգամ ավելի քիչ, քան ԵԱՏՄ-ի հետ, Ռուսաստանի Դաշնության հետ առաջին հերթին։ Զուտ տնտեսականը վերցրենք նայենք։ Այլ բան պետք չի։ Այդքան թմկահարվեց ղազախական ցորենի ներկրումը։ Ուր է ղազախական ցորենը հիմա։ Այսինքն Ղազախստանը ինչ ընդամենը 1000 տոննա ցորեն կարող արտաներ, որ մենք ամբողջ օրը ողջ պետությունով, պետականությունով թմկահարենք, թե մենք գտել ենք ցորենի այլընտրանքային շուկաներ։ Վառելիքի դեպքում էլ շեշտվեց Ադրբեջանի տարածքով, բայց շեշտվեց, որ դա հենց Ռուսաստանից է գալիս, պարզապես Ադրբեջանի տարածքով։ Ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով սկի չի եկել։ Ղազախական ցորենը եկել է Վրաստանով, Ռուսաստանով, Վրաստանով։ Չի մտել Ադրբեջան։ Որ մեզ ասում էին, որ Ղազախստանից Կասպից ծովով անցկացնում են Ադրբեջան, Ադրբեջանից բերում են Վրաստան։ Ես ուղղակի, չգիտեմ, լոգիստիկայից հասկանում են այդ մարդիկ, թե չէ։ Եթե մի բանը կարելի է ուղիղ բերել, դուք ինչու եք այսպես բերում։ Եվ այդ պարագայում տնտեսական դրա նպատակահարմարությունը հաշվարկված է, թե չէ։ Դուք գիտեք, Ղազախստանը այսօր հանդիսանում է Աֆղանստան ցորեն արտահանող երկրներից մեկը։ Բայց որտեղից ցորենը, գիտեք, Ռուսաստանի։ Ղազախստանը ինքը ցորեն չունի։ Այդ որակի ցորեն ու այդքան քանակությամբ ցորեն Ղազախստանը չունի։ Ավելին, Ղազախստանի կառավարությունը ընդունել է որոշում 24 թվականին, որ մինչև 30 թվականը Ղազախստանից ցորենի արտահանումն արգելված է։ Չունեն այդ մարդիկ իրենց սեփական պահանջները հազիվ են բավարարում։ Խոսենք նաև Իրանից, դուք արդեն նշել էիք, որ Վենսի այցը, կարելի ասել կոպիտ ասած, Իրանի կողմից չընդունվեց, չընկալվեց դրական, եւ մենք պատերազմին արդեն ականատես կարող ենք լինել, ամեն օր այդ ռիսկը ավելի է մեծանում եւ տեսնում ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը անուղղակիորեն դառնում են գործիքներ Իրանի դեմ։ Ձեր կարծիքով երբ կլինի այդ բախումը։ Երբ Միացյալ Նահանգները ցամաքային գործողությանը կլինի պատրաստ։
Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ պլանավորում է ցամաքային օպերացիա, այլ ոչ թե միայն օդային, քանզի միայն կետային հարվածներով հարցերը չեն լուծվելու։ Օրինակը տեսանք։ Այո, չի լուծվելու այդ հարցերը։ Այսօր Թուրքմենստանում են գտնվում Delta Force ամերիկյան հատուկ նշանակության զորքերը, ժամանել են Թուրքմենստան։ Թուրքմենստանը Իրանի հարևանն է Կասպից ծովում։ Թուրքմեններ կան Իրանում ապրող եւ Թուրքմենստանը ինչ որ բայ կարող է այդ թուրքմեններին ապստամբության դրդել եւ ապստամբության կոչ անել։ Ադրբեջանում գտնվում են ամերիկյան զինված ուժերը եւ նաեւ ամերիկյան տեխնիկան եւ իսրայելական բազաները, դա ոչ մեկ չի երգում։ Հիմա իրանց խնդիրը, իրենց համար օդու ջրի պես պետք է ստանալ Հայաստանի համաձայնությունը, Հայաստանի տարածքով առնվազն գոնե հայ-իրանական սահմանը փակել, որպեսզի հայ-իրանական սահմանով Իրանը չստանա օրինակ Ռուսաստանից ինչ որ օգնություն։ Սա է իրանց համար գլխավոր խնդիրը, որովհետև Ռուսաստանից Ադրբեջանով Իրանը չի ստանալու ոչ մի օգնություն։ Եթե ընդհանրենք աստարարաշտ երկաթգծով փորձեն ինչ որ բան ուղարկել, Ադրբեջանը չի թողելու անցնել։ Նույնը Հայաստանը, իրենք վստահ չեն Հայաստանը վերջի վերջո կթողի թե չի թողի։ Կթողի ձեր կարծիքով։ Եթե ելնենք մեր պետական շահերից, պիտի չթողի։ Եթե ելնենք ինչ որ նեղ անձնական շահերից, կարող է եւ թողել, բայց դա մեր համար կարող է լինել կործանարար, ուղղակի կործանարար։ Եթե ինչ որ պետությունների Իրանը կարող է ներել, ես վստահ եմ Հայաստանին չի ներելու, որովհետեւ Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա Իրանում։ Հայ ժողովրդի նկատմամբ եւ Իրանի հայ համայնքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա Իրանում։ Իրանի պետական բյուջեից առանձին տողով գումար է հատկացվում ամեն տարի հայկական մշակութային արժեքների վերականգնելու եւ պահպանելու համար։ Հայերը Իրանում ունեն արտոնյալ կարգավիճակ եւ այնտեղ որպես արտոնյալ ազգ են ապրում այսօր։ Այդքանը դնել մի կողմ հանուն ինչ որ ամերիկյան շահերի, սա նվազագույնը քաղաքական կարճատեսություն կլինի եւ երախտամոռություն Իրանի ազգին եւ Իրանի նկատմամբ։ Եվ նաև Իրանում մենք տեսնում ենք, որ ներքին իրավիճակը այնպես չկարգավորված է, չի կայունացել վերջին խռովություններից հետո։ Ձերբակալություններ են այս բան ընթանում այդ Փեզեշքյանի կողմնակիցների, նախագահ Ռոհանի նախկին նախագահ եւս կալանավորված է ըստ իրանական լրատվամիջոցների, այնտեղ ընթանում են ներքին մաքրման աշխատանքներ։ Իշխանությունը, ես նկատի ունեմ հոգևոր եւ ռազմական իշխանությունը, հիմնականում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը եւ իրականացնում է ձերբակալությունները, ձգտում են արագ անել ամեն ինչ ռազմական գործողություններին պատրաստ լինելու համար։ Եվ այս ֆոնին ինչ-որ թրիփ քննարկել կարելի է այդ հարցը թողել լավ ժամանակներ։ Թող մի հատ ամբողջը հանգստանար, մի հատ տարածաշրջանը կայունանար, մի հատ Իրանում տեսնենք իրականում ինչ վիճակ է լինում։ Մի հատ մենք էլ ամրանայինք եւ այլն, նոր փորձենք, մի հատ եւս մեկ անգամ կարդայինք այդ թրիփ կոչվածը։ Տեսնենք լավ, այստեղ Հայաստանի շահը ո՞րն է։ Չկա։ Տարածք տրամադրել խաղաղության դիմաց, բայց Հայաստանի շահ տնտեսական, աշխարհաքաղաքական, չգիտեմ, բարոյական վերջի վերջո մենք Ադրբեջանին տալիս ենք հնարավորություն կապվելու Նախիջևանի հետ մեր տարածքով։ Բայց դրա դիմաց Ադրբեջանը մեր համար ինչ պիտի անի։ Առնվազն դրա համար պիտի Ադրբեջանը Բաքվի դատարանից այս պահին ազատ արձակի մեր բոլոր ռազմագերիներին իբրև բարի կամքի դրսևորում։ Դրա դիմաց Ադրբեջանը պիտի դադարեցնի Արցախի մշակութային արժեքների ցեղասպանությունը։ Դրա դիմաց Ադրբեջանը պիտի, եթե ասում են արևմտյան ադրբեջանցիներ իրենց հայրենիք եւ այլ միֆը, որը Ադրբեջանը տարածում է, որը նաեւ Վենսն է այնտեղ ստորագրում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ կապված։ Որ տարածքային ամբողջականության։ Երկու մասերի միավորման։ Չէ, Ադրբեջանի տարածքը ֆիքսված է իր սահմանադրությամբ, ինքը ասում է, ես առաջին հանրապետության իրավահաջորդն եմ։ Այս սահմանները Ադրբեջանի առաջին հանրապետության սահմանները չի։ Եվ բացի այդ, սահմանազատում սահմանագծում դեռ ավարտված չի։ Ադրբեջանի որ տարածքային ամբողջականությունն է Միացյալ Նահանգները ճանաչում։ Հայկական կողմից միայն այս ստորագրության հետ կապված Հայաստանի Միացյալ Նահանգների դեսպանին չեն հրավիրում սուրճ խմելու, ասեն կտակ բարձաբանում Միացյալ Նահանգները որ տարածքներն է ճանաչում Ադրբեջանը, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը դեռ ավարտված չի։ Այսինքն Ադրբեջանի զորքերի Ջերմուկում, Վարդենիսում, Կապանում գտնվելը 250 քառակուսի կիլոմետր տարածքի վրա գտնվելը Միացյալ Նահանգները ճանաչում է իբրև Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Սա խայտառակություն է։ Սա է քաղաքականություն, սա է կոչվում արտաքին քաղաքականություն, սա կոչվում է փոխլրացման քաղաքականություն։ Շնորհակալություն, պարոն Բալասանյան։ Եթերում ուղիղ խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիայի YouTube-յան ալիքին։ Հաջողություն։